ճակատներ են ձևավորվում։ Վաղուց այդ process-ը սկսվեց։ Հայաստանը մեղավոր չի։ Այդ պատերազմը Ուկրաինայի դեմ սկսեց Ռուսաստանը։ Եվրոպան ուզած-չուզած պաշտպանվում է։ Տրամպի վերջի քայլերը շատ լուրջ են։ Շատերը մտածում էին, որ Տրամպը գնաց դեպի Ռուսաստան, արի մտածենք ինչ անենք։ Դա էլ տրամաբանական էր, բայց Տրամպը հետ կանգնեց վերջի 2 օրը։ Ես Նիկոլ Փաշինյանին ուզում եմ ուշադրությունը Նիկոլ Փաշինյանի դարձնել դրա վրա։ Տրամպը վերջի 2 օրվա մեջ թեքվեց նորից դեպի Ուկրաինա, ավելին ինքը ասեց, Միացյալ Նահանգները կդառնան այդ կոնֆլիկտի կողմ, то есть անցնեն Ուկրաինայի կողմ։ Բացի դրանից այդ հայտարարությունը պատերազմի երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների մասին, որ Ամերիկան է գլխավորը, շատ լուրջ մեսեջներ են։ Հիմա դու պետք է որոշում կատարես, բալանսավորում չես կարող անել։ Բալանսավորումը կբերի նրան, ոչ նրանք քեզ հետ կլինեն, ոչ էլ սրանք, այս ձևի գիտեք, երևույթներ ավարտում են ցեղասպանություններով։ Այս ձևի ազգեր, ովքեր չեն կարող կողմորոշվել, ջարդերի տակ են ընկնում։ Հասկացաք։ Դա է պատճառը, որ դու պետք է կողմորոշվես, բայց մյուսը ինչի շարի մեջ ընկնել, ինչի գնալ Մոսկվա, երբ որ դու գիտես, որ Ալիևը քեզ կնսեմացնի։ Բացառվում է, որ Ալիևը չխոսա այդպես կոչված հայկական ֆաշիզմից։ Անհավատալի բան, չէ՞, սուտ, բայց Ալիևի սա կոնցեպտներից մեկն է։ Ինքը ասում է, ոնց մենք ռուս ժողովրդի հետ կռվել ենք գերմանական ֆաշիզմի, այդպես Ադրբեջանի ժողովուրդը ստիպված էլ 30 տարի պայքարել էքստրեմիզմի դեմ, հայկական սեպարատիզմի դեմ, տերորիստական խմբերի դեմ։ Շատերը չգիտեն այդ դատավարությունը շինծու, որ գնում է Բաքվում, գիտեք ոնց են ձևակերպում։ Ոչ միայն տերորիզմ հայկական, նաև միջազգային տերորիզմ։ Դա է պատճառը Լիբանանահային բաց չեն թողնում։ Ինչ կապ ունի այդ մարդը, որ դատում են։ Ցույց տալու, որ տեսակ էքստրեմիստը, տերորիստը եկավ Լիբանանից ու աջակցում էր հայերին։ Այս շատ բաներ չեն հասկանում, պետք է բացատրես անընդհատ։ Ուրեմն, եթե նույնիսկ 2 շաբաթ առաջ ինչ-որ տրամաբանություն կար գնալ Մոսկվա, այս վերջի մի շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ուղղակի ռիսկային է, ինչու այդ ռիսկի պետք է գնանք, բայց միշտ ես կրկնում եմ մեկ բառ, ընտրել են Նիկոլ Փաշինյանին, ինքը որոշում կատարողն է, թող ինքը որոշում կատարի, մենք հետո կասենք այդ որոշման հետ կապված մեր ասած, երբ որ մենք խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, հիբրիդային պատերազմի մեջ մտնում է նաև պայքար այս հայտնի Հայաստանի փորձագետների, հայտնի on-line ռեսուրսների Նոյան Տապանի պես, այլ ռեսուրսների, այլ ազնիվ սկզբունքային փորձագետների, մեր YouTube-յան ալիքների դեմ անընդհատ գնում են հարձակումներ։ Այդ հարձակումները մարդիկ չեն պատկերացնում, դա ֆիզիկական հարձակում չի։ Օրինակ, Ադրբեջանը, Ռուսաստանը բողոքներ են ուղարկում։ Ավտոմատ YouTube-յան ալիքը սկսում է դանդաղացնել, որ ստուգի։ Դա համապատասխանում է թե ոչ։ Ալիքի վրա բողոք են։ Պարբերաբար բողոքում են, ինչու։ Քանի որ մենք ձեզ հետ աշխատում ենք ազնիվ, սկզբունքային, գլխավոր ինֆորմացիան մարդկանց տալիս ենք, ստուգում ենք, վերստուգում ենք։ Ու դա ուժեղացնում է մեր հասարակությունը, ուժեղացնում է սփյուռքայությունը, ուժեղացնում է Հայաստանի Հանրապետության հասարակությունը։ Եթե դու ճիշտ ինֆորմացիա ունես, դու ուժեղ ես։ Նայեք, ինչ սկանդալ է հիմա Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև, գիտեք ինչ հարցով։ Ադրբեջանը ի պաշտոն է հայտարարեց իրենց ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի նախագահ, որը զբաղվում է հիբրիդային պատերազմի դեմ պայքարով, կիբերհարձակումները։ Ապրեք։ Ինքը հայտարարեց այդ մարդը Ադրբեջանի, որ մեր ԶԼՄ-ների վրա Ռուսաստանի կիբեր հանցագործները հարձակվեցին։ Բերեց փաստեր, ինչու։ Ինքը ասեց, ինչու սկսեց պաշտպանել իրենց ԶԼՄ-ները, քանի որ իրենց ԶԼՄ-ները Ալիևի տակ են, տարածում են իրենց պրոպագանդան, Ռուսաստանի հարվածը իրենց վտանգի տակ է դնում։ Ու ինքը լրջագույն հարված հասցրեց։ Ինչու Ալեն Սիմոնյանը խոսեց 3-4 օրը հիբրիդային պատերազմի Ռուսաստանի, քանի որ մեր իշխանություններն էլ տեսնում են, այդ հիբրիդային հարձակումները վնասում են մեր հասարակությանը։ Այն օբյեկտիվ ինֆորմացիա տվող ԶԼՄ-ներին, փորձագետներին թույլատնում է։ Չէ, միջև ստուգում են, միջև նորից YouTube-ը սկսում է նորմալ աշխատել, ինչ որ ժամանակ կորցնում ենք։ Հիմա ամեն րոպե պայքար է գնում։ Ամեն րոպե, ճիշտ
ժամանակին ստանալ ինֆորմացիա անչափ կարևոր է, դա է պատճառը, որ ես ասում եմ մեր հասարակության, ուշադիր հետևեք մեզ, հենց այս զելամներին, նաև այդ թվում ինչու ես այդ բարի խոսքերը ասում եմ Նոյան Տապանին, ես անընդհատ հետևում եմ ձեր աշխատանքի, քանի որ ստեղ ես տեսնում եմ պլյուրալիզմ, տարբեր մարդկանց, տարբեր կարծիքներ ներկայացնող դուք տալիս եք, ու այդ աշխատանքը անչափ կարևոր է։ Շատ անգամ մարդիկ չեն հասկանում, որ դա հենց ուժեղացնում է հասարակությունը։ Հիբրիդային պատերազմ, որ ասում ենք, իր մեջ բաղադրիչներ կան։ Օրինակ, Ռուսաստանի պաշտոնյաները հակահայկական հայտարարություններ շատ են անում, բոլորը գիտենք։ Հիմա չեմ կարկանի։ Սովորել ենք այսպես։ Սովորել ենք։ Վերջի սադրանքներից մեկը, երբ որ ասեցին, դուք ուզում եք երկրորդ ճակատ բացել, Ուկրաինայից հետո Ռուսաստանի դեմ, անհեթեթություն, այս իշխանությունը մենակ խաղաղությունից է խոսում ու ուզում է խաղաղություն, ոչ ճակատի մասին է, բայց տեսակ, այդ միգից հիբրիդային պատերազմը։ Ակնարկեցին, որ կարող են հարձակվել Հայաստանի վրա, ինչպես Ուկրաինայի վրա, դա այո, հարցի մեջ, բայց քողարկված էսպես։ Այո, ապրեք, դա էլ չէ հիբրիդային պատերազմը։ Երկրորդ մասը հիբրիդային պատերազմի, երբ որ օգտագործում են հայկական ազգանուններով Ռուսաստանի պրոկրեմլյան մարդկանց, օգտագործում են Հայաստանի դեմ, քննադատում են իշխանությունների դեմ են խոսում, երրորդ ուղղությունը օգտագործել պրոռուսական զելեմները Հայաստանի ներսում, պրոռուսական զելեմները, հայ լեզու, որոնք ասում են, չէ, ոնց գնանք Եվրոպա, առանց Ռուսաստանի հետ չենք կարող, մյուս տրեկը, ասենք, իբր պրո եվրոպական ինչ-որ փորձագետ, հասարակական գործիչ, խոսում է մի տարի Եվրոպայի մասին, հետո վերջում երբ որ ասում են հիմա ինչ անենք, չէ, Նիկոլ Փաշինյանը պետք է գնա Մոսկվա։ Միտքս ինչու՞մ է։ Այդ ամեն ինչը կոչվում է հիբրիդային պատերազմ, որ մարդիկ հասկանան, դա էլ է հիբրիդային պատերազմ։ Հիմա Գյումրին ինչ ցույց տվեց։ Լավ էլ տալիս է պտուղներ այդ հիբրիդային պատերազմը։ Տեսակ մարդիկ գնացին, իրոք ընտրեցին 4 հատ, 5-ից 4 հատ պրոռուսական ուժեր։ Գիտեք, ես ժողովրդի կարծիքը հարգում են, գնացին քվեարկեցին, բայց այդ արդյունքը հենց հիբրիդային պատերազմի։ Երբ որ լիքը լցնում են դաշտը, լիքը ինֆորմացիա, որ մարդը չկարողանա կողմ որոշվի։ Ու քանի որ նախկինները ունեն ռեսուրս, ռեսուրսն է սկսում աշխատել։ Ռեսուրսը շատ կարևոր է, ֆինանսական, ունեն նախկինները այդ ռեսուրսները։ Ու այս սախ ստերը մտերը իրանց էֆեկտը տալիս են։ Այո, Ռուսաստանը աջակցում է պրոռուսական ուժերին, Ռուսաստանը ուզում է հանել Նիկոլ Փաշինյանին։ Բայց այդտեղ նյուանս կա։ Այ երբ որ մարդիկ սկսում են կասկածել, քանի որ երբ որ Ռուսաստանը ասում է պայքարում եմ Նիկոլ Փաշինյանի դեմ, իր ռեյտինգը բարձրանում է, չէ՞։ Մենք ես օրինակ Փաշինյանի ռեյտինգը բարձրանում է ավտոմատ։ Մենք ուզում ենք իրան պաշտպանել, այստեղ ուրիշ բան կա։ Նիկոլ Փաշինյանը դա վարպետորեն օգտագործում է։ Ինքը դրա մեջ չկա, բայց ինքը դա օգտագործում է, դա նորմալ է, քաղաքական պայքարի ժամանակ դա նորմալ է, ինքը դա օգտագործում է, եթե դուք նկատել եք, ինքը ավելի շատ խոսում է նախկինների դեմ, այլ ոչ թե այլ ուժերի մասին, չէ, ինքը այդ բևեռացումը իմ կարծիքով գիտակցված ուժեղացնում է, ինչի ուժեղացնում է, որ մարդիկ հասկանան ինչ են ընտրում։ Նախկին պրոռուսականներին բերել, ովքեր կզրկեն Հայաստանը անկախությունից ու բաց են ասում պետք է մտնենք Բելարուս, Ռուսաստան դաշինք, թե ինձ, այո, մենք անում ենք սխալներ, կարող է իդեալական չեն, բայց մեծ։ Ինքը դա վարպետորեն օգտագործում է, բայց ես չեմ կարծում, որ ինքը այդ խաղերի մեջ է, չեմ կարծում ես։